Ինչ ակնկալիքներ ունեք նոր համայնքապետին։ Ոչ մի բան, սարսիվ է ռեժիսոր եմ ես։ Անցան գնացի։ Ոչ մի բան։ Եմ խոսի, ես չեմ խոսում։ Չեմ կարող ասեմ, ստիշ չեմ էլ ես։ Ես տեղից չեմ։ Ոչ մի։ Չգիտեմ, ժամանակը չգիտեմ։ Ես էջմիածնեցի չեմ։ Լավ է, ես տեղացի չեմ։ Ես էջմիածնից չեմ։ Ես էջմիածնում բնակիչ չեմ։ Չեմ կարող ասել առայժմ։ Բայց ինչ որ սպասելիքներ ունեք, որ պիտի իրականացնի։ Չգիտեմ։ Ինչ ակնկալիքներ ունեք նոր համայնքապետից։ Չունենք։ Չունենք էլի։ Քաղաքը գլուխ են ընտրում, գնացին ջուղեցին, եկավ էջմիածն քաղաքը գլուխ ընտրեցին, իմաստը որն է դրա։ Շատ լավ, նորմալ, ազնվորությունա լավ։ Ինչ եք սպասում, սպասելիքներ ունեք, ինչ որ ինչ կանի։ Դե պետք է մեր քաղաքի մար, մեր ժողովրդի մար լավ բաներ անել է թուրես։ Ինքը շատ լավ ազնվորությունա, լավ տղա, ես իրան լավ եմ ճանաչում, իրա ծնողին։ Ես խաբար չեմ, ցավատան ոչ է ճանաչում եմ։ Չեմ իմանում, ես գյուղերից եմ, նոր եմ եկել։ Իսկ գոհ եք ընտրությունների արդյունքներից ես։ Հələ խաբար չեմ, ցավատան, ես քավարցի եմ, նոր եմ ստե եղավ։ Ինչ իմանամ դրածների, ասվածտա լավը դեն։ Ինչ ակնկալիքներ ունեք նոր համայնքապետից։ Դեպի լավը, հույս ունենք, որ ինքը դեպի լավը կանի ու արժանի կլինի մեր քաղաքին։ Իսկ գոհ եք ընտրությունների արդյունքներից։ Գոհ ենք, շատ գոհ ենք։ Ինքը բարի մարդ է, հույս ունենք, որ ամեն ինչ լավ կլինի։ Որպես էջմիածնեցի ինձ հետաքրքրում է, որպեսզի ես էջմիածինը տեսնեմ, որպես իրոք էջմիածին, որպես համայն հայության հոգևոր կենտրոն, որ ոչ մի ոտնձգություն չլինի նախ առաջինը էջմիածին քաղաքի առավել ևս վեհարանի, եկեղեցու եւ իմ վեհապարի հանդեպ, որովհետեւ այն ինչ որ մենք այսօր իրականում տեսնում ենք, սա ոչ միայն զարմանալի է, այլ տհաճ է, ահավոր տհաճ է ինձ համար որպես հայ։ Իսկ ինչ մնում է սպասելիքը, ուզում եմ էջմիածինը տեսնել որպես իրավամբ էջմիածին, էջմիածնեցուն տեսնել իրեն, իր դերում եւ իր տեղում։ Էջմիածինը տեսնել բարեկարգ, ինչպես որ եղել է հազարամյակներով համայն հայության հոգևոր կենտրոնի, բնականաբար մենք բոլորս ուսի տված պայքարելու ենք հանուն ապագայի։ Իսկ մտավախություն չունեք, որ քանի որ իշխող կուսակցության տեխնացուն է հաղթել եւ Նիկոլ Փաշինյանն էր հենց վեհարանը ազատագրելու մասին հայտարարություններ անում, մտավախություն չունեք, որ կարող են ինչ որ արշավ սկսել վեհարանի դեմ։ Ուրեմն ներողություն։ Ես ընդամենը համոզված եմ եւ մտածում եմ մի կերպ։ Իշխող կուսակցություն կլինի, թե ընդդիմադիր կուսակցություն կլինի, ով ուզում է հաղթի, միևնույնն է։ Նրանց երակներով հոսում է հայ արյուն, իսկ եթե մարդու երակներով հոսում է հայ արյուն, իսկապես առաքելական եկեղեցով մկրտված հայ արյուն, նա բացառված է, որ թույլ տա որևէ ոտնձգություն հայ առաքելական եկեղեցու, առավել ևս այսօր ես զգում եմ, որ սա հավատքի նկատմամբ է այդ պայքարը, այդ չգիտեմ, Նիկոլի քարոզչությունը կոնկրետ ես ինքս մի քիչ հեղինակություն վայելող մարդ եմ միացնում թույլ չեմ տալու միանշանակ հաստատ